Իսկ հիմա կարծում եմ եկավ ամենաառողջ, ամենահամեղ հատվածը առավոտ լսոյի եւ իհարկե դա խոհանոցն է։ Եվ խոհանոցում Անուշը այսօր մենակ չէ, իր հետ հյուր ունի, որին կներկայացնի հենց Անուշը։ Խնդրեմ Անուշ։ Բարի գործընկերներ, բարի օր սիրելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրն է ծննդաբան Անահիտ Գևորգյանը։ Բարի լույս։ Եվ կբացի բոլոր գաղտնիքները ու կասի ինչ ասել է առողջ նախաճաշ։ Այո, Լուսինե, դու ճիշտ էիր, ոչ միայն համեղ, այլև առողջ օգտակար նախաճաշ։ Ինչ ասել է Անահիտ, ասեք խնդրեմ։ Ինչ է մեզ պետք առողջ նախաճաշի համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք եւ սպիտակուցներ, եւ օգտակար ճարպեր, եւ բջջանյութ, եւ եթե ածխաջեր, ապա միայն դժվար յուրացվող ածխաջեր։ Դե հիմա ասենք, թե որը ինչ է պարունակում, բայց ընթացքում արդեն սկսենք աշխատել։ Տեսնում եմ, այստեղ ջուրը եռում է արդեն։ Ջրի մեջ պատրաստելու ենք պաշոտը ձվով, մեր բջջանյութը այսօր ներկայացված է կաղամբի եւ տարբեր սերմերի տեսքով, սոճու ընկույզ, կտավատի սերմեր, դդումի սերմեր, բարդ ածխաջուրը, դժվար յուրացող ածխաջուրը մեզ մոտ հնդկաձավարն է, արդեն նախապես եփված է, օգտակար ճարպերից կարագն է եւ ավոկադոն։ Եվ ինչպես նաեւ ունենք լոլիկ, որը նույնպես տարբեր բջջանյութի եւ վիտամինների աղբյուրն է սար։ Այո, եւ հակաօքսիդանտ է լոլիկը։ Այս բոլորը իդեպ նաեւ հակաօքսիդանտներ են, հատկապես այս սերմերը եւ օրեգանո նույնպես կօգտագործենք, տարբեր համեմունքներ, սև պղպեղ, այդ ամբողջը պարտադիր է նախաճաշի համար։ Շատ լավ, ես այստեղ կարագը ավելացրեցի, քանի դեռ տաք է մեր հնդկաձավարը, որպեսզի լցնենք մեր կաղամբի մեջտեղում, եւ այդ ընթացքում պետք է մենք կտրատենք բանջարեղենը։ Դուք ավոկադոն կտրեք, ես լոլիկը կկտրեմ։ Հետաքրքիր է, չէ՞ Մանե, յուրաքանչյուր անգամ, երբ մենք ունենում ենք հյուրեր մեր խոհանոցում, միշտ հարցնում ենք, արդյոք դուք նախաճաշում եք, իսկ այսօր հարցը այլ կերպ է հնչելու, ինչ է պետք առողջ նախաճաշի համար, արագ եւ առողջ, որովհետեւ բոլորը շտապում են աշխատանքի, դպրոց, մի խոսքով, բոլորը առավոտյան շտապում են եւ այո, ժամանակը քիչ է։ Ինչ կարող եք առաջարկել արագ եւ առողջ նախաճաշի համար։ Երբ շատ եք շտապում եւ պետք է ընդամենը մի քանի րոպեում արագ նախաճաշել։ Ամեն դեպքում չեմ առաջարկելու ձեզ ուտել տարբեր շիլաներ, հատկապես գրանոլա, հատկապես մյուսլիներ, դրանք համարում եմ ոչ թե նախաճաշ, այլ դեսերտ, որովհետև դրանք շատ հեշտ ածխաջեր են, նրանք շատ արագ վերածվում են գլյուկոզայի, արագ բարձրացնում են արյան շաքարը եւ դա ինչքան էլ որ շտապում եք, եթե դուք այդպիսի նախաճաշ անեք, 1 ժամից արդեն սոված եք լինելու։ Մենք տխրեցինք իհարկե, ավելի դարված եք լինելու։ Դա մեր նախաճաշն է։ Ավելի լավ է նախաճաշին մի փոքր երկար ժամանակ տրամադրել, բայց այնպիսի նախաճաշ անել, որ անընդհատ դուք չուզենաք ինչ-որ մի բան ուտել։ Դա ավելի ձեր ժամանակը կխնայի։ Մենք շատ հաճախ լսում ենք նաև այն կարծիքը, որը իրականում նաև մասնագետներն փաստում են, որ շատ ճիշտ է, որ նախաճաշը ամենակարևորն է օրվա ընթացքում։ Այո։ Եվ պետք է ժամանակ հատկացնել, իսկ կա արդյոք այնպիսի բաղադրամ տոմս, օրինակ հենց այս մեկը, որ կարելի է նախապատրաստվել երեկոյան եփել հնդկաձավարը կամ բոլոր բաղադրիչները կարելի է ասել ձեռքի տակ են։ Այո, ոչ միայն երեկոյան, դուք կարող եք հնդկաձավար միանգամից եփել եւ մի 2-3 օր սառնարանում պահել եւ օգտագործել։ Միշտ ձեռքի տակ դա ունենալ։ Այդ դեպքում ընդամենը կլինի ավոկադոն եւ լոլիկը կտրել։ Լվացած կարող եք նախապես լվանալ, օրինակ կանաչեղեն միշտ ունենալ եւ շատ արագ կլինի այս նախաճաշի պատրաստումը այդ դեպքում։ Պաշոտի պատրաստումը 1 րոպե է տևում։ Այո, շատ արագ է։ Եւ ես կհամոզվեմ։ Եվ կհրաժարվեմ իմ մյուսլիներից։ Որոնք իրականում շատ համեղ են ու գայթակղիչ։ Բայց արդեն դա ձեր դեսերտը կլինի սուրճի հետ։ Դա պետք է նախաճաշից հետո։ Այո, այսքանը բավական է։ Մի փոքր կարող եք ավելացնել եւ սենց մեջ փոսի կանենք, որպեսզի պաշոտը սիրուն մեջ դե այդպես։ Հիմա լոլիկը եւ ավոկադոն սենց կողքերը լցրեք, ինչքան որ կտեղավորվի, ես արդեն սկսեմ պաշոտի պատրաստումը։ Ինձ մի հատ ափսե է պետք։ Որպեսզի մեջը կոտրում։ Ինձ թվում է արդյունքում մենք շատ գեղեցիկ փոքրիկ տորթ ենք ունենալու, որը բացարձակապես շաքար չի պարունակում, որը բացարձակապես տորթի հետ որևէ կապ չունի։ Եվ կմնա օգտակար եւ կլինի առողջ։ Առողջ նախաճաշ, այո։
Այսպես գեղեցիկ ձևավորենք, պատկերացրեք երեխաներին որքան դուր կգա այսպես գեղեցիկ ձևավորած, երբ որ մատուցենք առավոտյան։ Հետաքրքիր հնարք է, չէ՞ մտածել Անահիտը։ Վերցնել այն ասել։ Կաղամբի թերթիկի վրա է այս ամեն ինչը մատուցում, շատ գեղեցիկ է Անահիտը։ Կաղամբը այստեղ շատ կարևոր մաս է։ Ավոկադոն էլ այդ կողքը իրար հետ խառնած այդպես դրեք, ավոկադոն էլ այդ լոլիկի հետ կողքերը։ Եվ կիտրոն, չէ՞, ավելացնենք որպեսզի ավոկադոն։ Կիտրոնը անպայման պետք է այդ բանջարեղենի վրա կիտրոն։ Ճզմենք մի փոքր։ Այստեղ կաղամբը մեր հիմնական բջջանյութն է։ Այն բանջարեղենն է, որ պարունակում է ոչ լուծելի բջջանյութ, ցելյուլոզա, որը շատ պարտադիր է, որ ամեն սնունդ ընդունելուց մենք դա ունենանք։ Իսկ եթե ուզում ենք փոխարինենք, օրինակ կաղամբ չի սիրում որևէ մեկը եւ ցանկացած կանաչեղեն, հազարի տերև։ Այո, հազարի տերևներ, ցանկացած կանաչեղեն։ Բայց նաև պատմեք այդ պաշոտի պատրաստման գաղտնիքը, ջուրը երկար դուք խառնեցիք, հետո նոր խառնում եմ, որպեսզի ջուրը պտտվի, որպեսզի ձևը կլոր ստացվի եւ այստեղ մի գաղտնիք կա, նախ պետք չէ ձուն միանգամից կոտրել մեջը, ձեր մոտ չի ստացվի, եթե դու պետք է լցնել ափսեի մեջ, որպեսզի անմիջապես մեջտեղի մասում դուք լցնեք։ Եվ հետո կրակը պետք է շատ բարձր չլինի, ինքը չպետք է եռա ջուրը։ Եթե եռա, գեղեցիկ չի ստացվի, ինքը ամբողջությամբ սենց խառնվում է։ Հիմա որ դուք նայեք, ինքը սենց գեղեցիկ կլոր սենց մնացել է, որտեվ կրակը բարձր չէ, ինքը գեղեցիկ է ստացվել։ Իսկ քանի րոպե ենք պահում այդ ջրի մեջ։ Շատ քիչ, 1-2 րոպե։ Եվ հետաքրքիրն ինչ է, որ ընդհանրապես ջրի մեջ ավելացնում են նաև քացախ, որպեսզի չքանդվի, բայց Անահիտն այնքան հմտորեն է անում, որ ընդհանրապես քացախել նույնիսկ պետք չէ կապիրեն։ Պետք է փորձել առանց քացախի պատրաստել։ Ոչ միայն առանց քացախի, այլ նաև պետք է գեղեցիկ ստացվի։ Դա է կարևորը։ Ջուրը պտտեցնում ես, քացախ ավելացնում ես, մի քիչ ստացվում է։ Առաջին անգամ քացախ ես ավելացնում, հասկացա։ Հետո նոր եթե ստացվի, ապա Եթե ստացվի, պետք է փորձել այս տարբերակով, լավ կպտտենք ջուրը։ Ուղղակի այստեղ ամենամեծ գաղտնիքն այն է, որ ջուրը չպետք է եռացող լինի։ Ինքը պետք է ուզենա եռալ, բայց չեռա, որպեսզի գեղեցիկ ստացվի, ու սենց ամբողջը դուրս չգա, չտարածվի։ Բացահայտեցինք բոլոր գաղտնիքները։ Այստեղ ավելացրեցինք աղ, հնդկաձավարի եւ բանջարեղենի վրա, իսկ հիմա կիտրոնի ավելացնում ենք նաեւ սև պղպեղ։ Մի փոքր, հետո ձվի վրա էլ կավելացնեմ։ Սև պղպեղը շատ կարևոր է։ Ընդհանրապես համեմունքներ օգտագործելը շատ կարևոր է, որովհետեւ դա օգնում է, որպեսզի յուրացվեն այն բոլոր օգտակար միներալները, վիտամինները, անտիօքսիդանտները, այդ բոլորի յուրացմանը նպաստում են այս համեմունքները։ Դրանք ոնց որ կատալիզատոր են հանդիսանում տարբեր քիմիական պրոցեսների համար։ Հետաքրքիր էր, երբեք չէինք մտածի, որ օրեգանո, միշտ նախաճաշին ավելացնում եմ օրեգանո։ Օրեգանոն նպաստում է արյան հոսքի արագացմանը, ուժեղացմանը։ Եթե առավոտից դուք օրեգանոյով լինի ձեր նախաճաշը, արդեն դուք ապահովում եք, որպեսզի աշխուժ սկսեք ձեր օրը։ Սա նույնպես հակաօքսիդանտ է, նույնպես պարունակում է շատ եւ միներալներ եւ վիտամիններ, ընդհանրապես մի խուսափեք համեմունքներից եւ տարբեր այդ սերմերից հաստատել ճաշերի մեջտեր։ Փաստորեն դրա համար են հաճախ նախաճաշերի համար օգտագործում բրուսկետաների վրա շատ հաճախ հենց ավելացնում են միշտ օրեգանոն։ Այո, օրեգանոն շատ լավ։ Ես ավելացնեմ արդեն սոճու ինֆուզի սերմը։ Դա կավելացնենք, երբ որ ձուն տնենք, շատ սազմահակիտ է, կարող եք սրանք ավելացնել, կտավատի սերմեր եւ դդումի սերմեր։ Փորձեք ամեն ինչի վրա, ինչի հետ որ կարող է սազալ, ավելացնել այս սերմերը։ Անկեղծ ասած, Անահիտ, ես տանը միշտ ունեմ այսպես փոքրիկ ամաններով դրված դդմի սերմ, քունջուտ եւ պարտադիր ավելացնում ենք աղցանների վրա։ Ամենահասարակ կաղամբով աղցանը, եթե դուք պատրաստեք այս սերմերով, նա կդառնա մի հրաշալի ուղղակի ուտեստ։ Արդեն երեխաներս էլ են իդեպ սովորել, որ ինչ որ մի եթե դրվում է որևէ աղցան, անպայման քունջուտ ավելացնում եւ գեղեցիկ է եւ առողջարար է դա եւ համեղ է։ Երբ որ ուտում եք, դուք զգում եք, որ ինչ որ արժեքավոր մի սնունդ եք ուտում։ Նույնիսկ այդ աղցան ուտելից արդեն ուրիշ զգացում է, ինձ սովորական չի դա, դառնում է մի քիչ ուրիշ բան։ Եթե դրան էլ ավելացվեն լավ յուղեր, չզտված, թարմ ձեթեր կամ
լավ կարակ, ապա իդեալական սնունդ կլինի։ Կարծում եմ մեր հեռուստադիտողները անպայման հենց հիմա պատրաստվում է ձեզ մոտ խոհանոցում, սա իսկապես շատ առողջարար եւ շատ համեղ ու ամենակարևորը մատուցման ձևն էր, որ ինձ շատ դուր եկավ։ Այո, ես նոր մտածում եմ, որ բոլորն էլ խոհանոցում, թե հնդկաձավար, թե ձու, տարբեր տեսակներով իհարկե, մեկը կարող է պարզապես խաշել ձուն, մենք օգտագործում ենք կամ աղցերի մեջ լցնել այսպես եւ մատուցել, բայց սա գեղեցիկ է եւ համեղ։ Ինչն էլ գայթակղում է նաեւ երեխաներին, որպեսզի նախաճաշեն։ Եթե դուք ուտելուց երբ որ կենտրոնանում եք ձեր սննդի վրա եւ պատկերացնում եք, թե դուք ինչքան ճիշտ եք ձեզ կերակում, այս սա էլ կա, այս սա էլ կա, սա էլ կա, այդ սնունդը ձեզ միայն գեղեցկացնելու է, միայն երիտասարդացնելու է, միայն գեղեցկացնելու է, եթե դուք այդպես վերաբերվեք սննդին։ Եվ գոհունակություն զգացողություն կունենա։ Եվ դա ձեզ սիրելու մի ձև է, որովհետև ինչ է սերը, դա հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն եւ գիտելիք, դուք գիտելիք եք ունենում ինչպես սնել ձեզ եւ վերաբերվում եք այլ հոգատար, հարգալից եւ պատասխանատու ձևով եւ եթե դուք ձեզ չսիրեք, ձեր շրջապատին չեք կարող սիրել։ Ինչ լավ ներկայացրեցիք, շնորհակալություն։ Այսքանից հետո անհնար կլինի այս նախաճաշը։ Մենք որոշել ենք շուտ արդյունանալ այսքանից հետո։ Այո, գոնե 15 ես առավոտյան 5:30 կարտնանամ, որպեսզի ունենամ նման նախաճաշ։ Ահա, մեր պաշոտը պատրաստ է, շատ գեղեցիկ։ Սիրուն, այսպես դնենք, հիմա նրա վրա կավելացնենք մի փոքր աղ։ Ինչ գեղեցիկ ստացվեց։ Կարելի է մի փոքր էլ կարմիր պղպեղ։ Եթե ուզում եք, կարելի է իհարկե։ Ընդհանրապես հավկիթի վրա գեղեցիկ է լինում։ Բա չեն կտրելու։ Կտրելու է անպայման։ Գեղեցիկ դեղին գույնը տարածվի։ Այո։ Սոճուն գույզի սերմը։ Ինչ կարևոր հատկանիշներով է օժտված այս սերմը, որ սկսել են շատ օգտագործել Անահիտ։ Նա նույնպես, ինչպես բոլոր սերմերը, նա նույնպես պարունակում է շատ միներալ են, նույնպես հակաօքսիդանտ է, մագնեզիումի, կալցիումի, աղբյուր են, այս բոլոր սերմերը, եթե դուք շատ օգտագործեք, կարիք չի լինի այդ հավելումները հավելյալ օգտագործել։ Պատրաստ է մեր նախաճաշը։ Պատրաստ է, վերջ։ Կարող ենք կտրել։ Այո, հիմա որպեսզի երևա, որ մեր պաշոտը ճիշտ պաշոտ է։ Տեսնենք։ Հիմա օպերատորը ամենակարևոր եւ գեղեցիկ պահը, այո։ Այսպես։ Սկսում է դեղնուցը դուրս գալ։ Վերջ։ Պատրաստ է։ Վալա։ Ով չի նախաճաշել, կարող եք համենալ։ Շնորհակալ ենք Անահիտ։ Անուշն եմ շնորհակալ։ Շնորհակալ ենք անչափ առավոտը կարևոր խորհուրդներով եւ իհարկե համեղ նախաճաշի ձեր տարբերակով մեզ հետ կիսվելու համար։ Եվ իդե պիտի ասեմ, որ իսկապես շատ արագ ստացվեց, չէ՞։ Շատ։ Այնպես որ կարող եք դուք էլ սիրելի հեռուստադիտողներ առավոտը սկսել առողջ նախաճաշով եւ հենց այս բաղադրատոմսով։